Պարոն նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը ի վերջո հայտնվեց ազգային ժողովի արխիվում։ Նախ ձեր դիրքորոշումը սրա առնչությամբ հիմնավորում են ժամկետների ձգձգմամբ եւ այլն, ինչու նույնիսկ ոչ գաղտնի մասին հնարավորություն չտրվեց ծանոթանալ հանրությանը, ինչից են վախենում կամ եթե վախենում են։ Այո, քննիչ հանձնաժողովի ուսումնասիրությունը զեկույցը ուղարկել են արխիվ, բայց արդյոք կարողանալու են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտուլյացիայի համար։ Իհարկե չեն կարողանալու։ Իմ կարծիքով ստույգ տեղեկություն չի, զուտ կարծիք է, հանձնաժողովի ստեղծումից հետո հանձնաժողովականներն ասել են հանգիստ աշխատեք, հետո տեսնենք ինչ ալնելու եւ այլն։ Եվ գիտակցաբար թույլ են տվել, որ հանձնաժողովը խախտի օրենքով նախատեսված ժամկետների ուսումնասիրության համար։ Այնուհետև մյուս թևին ասել են, որ խախտել են, ինչու եք վերում ազգային ժողով, ինչու եք վերում քննարկման, ուղարկեք արխիվ։ Բազա չէ, այնտեղ ուրիշ ինչ պետք է գտնեն։ Իրանց մեղքերն են այնտեղ գտնելու այդ հանձնաժողովի ուսումնասիրություններում։ Իհարկե կլինեն մարդիկ, այսպես ներդրված մարդիկ, ովքեր կփորձեն հեքիաթներ պատմել, բայց լավ գերագույն գլխավոր հրամանատարը իրենք են, բոլոր հրամանատարները եղել են իրենց նշանակածները, ապա ինչ։ Հասկանում են, որ այնտեղ կարող են ասել, բանակում եսել, բանակում եներ եւ այլն, բայց այդպես ասողներին իհարկե միշտ պետք է պատասխանել հետեւյալը, որ ոչ Սերժ Սարգսյանը եւ ոչ էլ պաշտպանության նախարարը երբեք չեն հայտարարել, որ հայկական զինված ուժերը տարածաշրջանում ամենաազդեցիկներն են։ Այդ ոնց էր, որ տարածաշրջանում ամենաազդեցիկներն էին, այդ ոնց էր, որ միջմարտական մի դիրքի գրավման հետևանքով 70-ից ավել 71 մարտական խաչով պարգևատրեց այդ հիմա իրենց կարծիքով անմարտունակ բանակի զինվորներին ու սպաներին, բայց երեք նախագահները միասին վերցած այդքան մարտական խաչ չեն շնորհել։ Այդ փաստերը հնարավոր չի ուղղակի մոռանալ, էլի։ Այնպես որ լավ է նաև որ արխիվ են ուղարկել, թող մնա, հետո կտեսնենք։